Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերը օդում կախել են միջուկային պատերազմի ռիսկը, միջուկային զենք ունեցող երկրները կարելի ասել այժմ գտնվում են ակտիվ եւ պասիվ պատերազմների մեջ։ Թեպետ գերտերությունները պնդում են, թե դեմ են ցանկացած տեսակի ատոմային պատերազմի, այդուհանդերձ ներքաշվում են պատերազմների մեջ։ Ռազմական փորձագիտական համայնքում կարծիքներ կան, որ Իրանում Միացյալ Նահանգների գործողությունները դեռևս հստակ ու հասկանալի չեն։ Նրանք նկատում են, որ այս փուլում իրադարձությունների նվազման միտում կա։ ԱՄՆ-ի ծրագրերի մեջ մտնում են նաև ցամաքային գործողությունները Իրանի դեմ, օդային պատերազմին հաջորդի նաև ցամաքային գործողությունները, ապա չի բացառվում, որ խաղի մեջ մտնեն նաև այլ երկրներ, որոնք որ վտանգ են տեսնում իրենց երկրների նկատմամբ։ Ցամաքային գործողություններ սկսելու համար ըստ մասնագետների Ամերիկան պետք է մանրակրկիտ հաշվարկներ կատարի, քանի որ նրանց խաղադրույքը քրդերի վրա է, որոնք միշտ անջատ են գործունեություն ծավալում եւ դրա պատճառով խնդիրներ են ստեղծում։ Ամեն դեպքում ԱՄՆ-ն որոշի, որ այլևս ցամաքային գործողություններ չի իրականացնելու եւ դադարեցնում է նաեւ պատերազմը, ապա հետին պլան են անում նաեւ այս փուլում միջուկային որևէ կամ պատերազմի սրացումը այլ ձևաչափում։ Այս հակամարտությունը ամեն դեպքում պետք է հանգուցալուծում ստանա։ Անդրադառնալով Հայաստանի ատոմակայանի անվտանգության հարցին փորձագետները նշում են, որ դրա պաշտպանունակությունը բխում է նաև հարևան երկրների շահերից։ ՄԱԿ-ը եւ ՄԱԳԱՏԷ-ն ունակ չեն կանխել միջուկային էսկալացիան, ասում են միջազգայնագետները, քանզի նրանք հիմնականում ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից։ Մասնագետները հիշեցնում են նաև Իրано-իսրայելական 12-օրյա պատերազմից հետո Թրամփի սպառնալիքները, որոնցով նա պահանջում էր նահանգներին հետաքրքրող տեղեկություններ։ Սա ուղիղ միջամտություն էր, վաղուց արդեն ոչ մի ինստիտուտ ցավոք սրտի իր ֆունկցիաները չի կատարում, դրա համար էլ աշխարհը այսօր մոտեցել է միջուկային պատերազմի շեմին։ Հիշեցնենք, որ թե Ամերիկան, թե Ռուսաստանը չերկարացրին ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջև պայմանագիրը, նրանց զինանոցների վրա չկա որևէ պարտադիր սահմանափակում։ Դա նշանակում է, որ ՄԱԳԱՏԷ-ն եւ մյուս կառույցները, որոնք պիտի հսկեն այդ ամեն ինչը, ուղղակի ոչ մի հասանելիություն չեն ունենալու։ Աշխարհը կարիք ունի նոր անվտանգային կառույցի։ Պատմությունը մեկ անգամ արդեն տեսել է միջուկային զենքի օգտագործման հետևանքները, այն շարունակում է մնալ մարդկության ամենահզոր եւ ամենավտանգավոր գործիքներից մեկը, իսկ գլխավոր հարցը մնում է նույնը. արդյոք դիվանագիտական ջանքերը կկարողանան կանխել այն սցենարը, որի հետևանքները պարզապես անդառնալի կլինեն։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէր, Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե այդ ամենին զուգահեռ իրենք ներկուսակցական քարոզարշավ էին անում։ Անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը 3 չի ստեղծվել, նախորդ օրը չի ստեղծվել, Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել եւ այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով, ոչ թե մի շաբաթ է գործում, այլ ամիսներով ամենօրյա ռեժիմով գործում է եւ հետեւաբար Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես։ Իսկ հանգստյան օրերին ներկուսակցական քարոզարշավից Նիկոլ Փաշինյանը գոհ է, ասում է արձանագրել են, որ Հայաստանում չկա մի համայնք, չի լինի նաև բնակավայր, որտեղ կառավարությունը կոնկրետ ներդրում չի արել։ Եվ մենք իմ ամենամեծ տպավորությունը հետևյալն է, որ մենք ինչպես ասում են, եկել է ժամանակը, որ այդ աշխատանքի արդյունքները հանրության քաղաքական արձագանքի տեսքով տեսնենք։ Վրաստանից ուղիղ ազգային ժողով եկած Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում են հայ բեռնափոխադրողների խնդիրների մասին խոսել է Վրաստանի վարչապետի հետ, քանի որ հայ վարորդները օրեր շարունակ մնում են սահմանին, այս կամ այն խոչընդոտի են հանդիպում։ Մենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային եւ թե մնացած բոլոր եւ եկել ենք կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների, աշխատանքի հետագա կազմակերպման համար։ Կառավարության ղեկավարն էլ առանց կոնկրետանալու ասում է, վրացական կողմի հետ քաղաքական ու տնտեսական հարցերից բացի քննարկել են նաև տրանսպորտային հարցեր։
Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով իր մտերիմ անձի օժանդակությամբ վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560,000 դրամ, ինչպես նաև պահանջել 765,140 դրամ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։ Կոմիտեից նշվում է, որ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Փետրվարի 26-ին զինծառայողի մահվան դեպքին անդրադառնալով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր նման դեպք քննվում է մանրամասն եւ բազմակողմանի, իսկ պատճառներն ու նպաստող հանգամանքները պարզելուց հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր։ Նա վստահեցրել է, որ բանակում մահերի թիվը չի ավելացել, դեպքերը հաճախակի չեն, բայց նույնիսկ մեկ մահի պատահած դեպք դիտվում է որպես ցավալի։ Փոխնախարարը նշել է, որ դեպքի հանգամանքները դեռևս քրեական բարույթի շրջանակում ուսումնասիրվում են, ենթադրյալ կասկածյալը հայտնաբերվել է։ Չի ավելացել եւ ավելին նախորդ տարի մենք ամփոփել ենք նվազումով, թեև դա բացարձակապես մեզ հանգստանալու կամ մեր աշխատանքները պատշաճ կատարելու ներողություն։ Մի ամսվա մեջ մի քանի անգամ չեն լինում, հաճախակի չեն լինում, դուք կարող եք հարցում կատարել եւ ձեր հարցման մի պատասխան դուք կստանաք բարձաբանում, որ բնականաբար հաճախակի չեն լինում, բայց նույնիսկ մեկ դեպքը մենք համարում ենք շատ ցավալի եւ պետք է ձեռնարկենք միջոցներ 2026 թվականի փետրվարին պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների հետ ապահովել է 165.8 միլիարդ դրամ հարկեր եւ տուրքեր, ինչը նախորդ տարվա փետրվարի համեմատ ավելի է 19.1 միլիարդ դրամով կամ շուրջ 13%-ով։ Այս մասին հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Փետրվարին հարկ վճարողներին վերադարձվել է 32.1 միլիարդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6.7 միլիարդ դրամով կամ 26.2%-ով։ Բարձրագույն կրթությանը վերաբերող նոր օրենքը շարունակում է բազմաթիվ տարակարծությունների տեղիք տալ։ Կարծիքները բախվում են հատկապես բուհերի միավորման եւ ակադեմիական քաղաքի հարցում։ 2024-25 թվականների ուսումնական տարում ըստ վիճակագրական կոմիտեի Հայաստանի բուհերում ուսանողների ընդհանուր թիվը 86,043 է եղել, բայց համաձայն կառավարության որոշման ակադեմիական քաղաքում նախնական հաշվարկով կարող է տեղավորվել առավելագույնը մոտ 44,000 մարդ։ Մասնագետները կարծում են, որ որոշ բուհեր չեն գնա քաղաք։ Օրինակ անորոշա մարզային բուհերը հնարավոր է մնան եւ մասնավոր բուհերը, որոնց թվում նաեւ խոշոր բուհեր կան։ Եթե ակադեմիական քաղաքը ստեղծվի, ինքը նախատեսվում է, որ մեծ մասամբ անվճար է լինելու կրթությունը։ Դրա համար է նաեւ նախատեսվում, որ ուսանողների թիվը կկրճատեն։ Քաղաքի լրամշակված հայեցակարգում պարզորոշ է, թե որ պետական բուհերն են միավորվելու։ Այստեղ խնդիրը ըստ մասնագետների ոչ պետական բուհերի դեպքում կլինի, քանի որ դրանք հիմնադրվել են քաղաքացիների սեփական ձեռնարկով։ Նրանց միավորումը փորձագետների կարծիքով որոշակի բարդություններ է բերելու, քանի որ դժվար է լինելու միանալ մեկ այլ անձի ստեղծած բուհի հետ։ Միակ բուհը, որը չի միավորվելու, դա բժշկական համալսարանն է, որը պարզա 4000-ից ավել ուսանողը ունի։ Խնդիրը առաջանալու այն դեպքերում, երբ որ փորձեն նոր բուհ բացել կամ նեղ մասնագիտացված որևէ բուհ, ոչ պետական, ու դա անհնար լինի, ինչը կարծում եմ սխալ է։ Նոր փոփոխություններով բուհերը պետք է ունենան պայմաններ 4000 ուսանողի կրթությունը ապահովելու եւ կազմակերպելու համար, իսկ ուսանողների նվազագույն թիվը ըստ մասնագետների պետք է առնվազն 2000 լինի։ Եթե 2000 չկա, այդ դեպքում կարող է փակվի։ 4000-ը վերաբերում է իր տարածքի կարողությանը։ Եթե ինքը կարողանում է ունենալ շենք, որտեղ հնարավոր է 4000 հոգու կրթություն կազմակերպել, դա խնդիր չէ։ Կրթությունը պետք է շուկայական հարաբերություններից դուրս լինի, ասում են մասնագետները ու նկատում, թե անկախ Հայաստանի պատմության մեջ այն ավելի շատ դարձավ առևտրի առարկա, ինչը անթույլատրելի է։ Պետք է հիմա ամեն ինչ արվեր, որպեսզի հակառակը բարերարված պայմաններ ստեղծվեին նոր բուհերի առաջացման համար։ Ես չեմ կարող ասել բուհերի թվի կրճատման մասին, ես կարող եմ ասել, որ դա ստեղծում է անբարենպաստ պայմաններ նոր բուհերի առաջացման համար։ Այս խնդիր է։
Միջազգային պրակտիկա չկա, որ երկրի բոլոր բուհերը հավաքված լինեն մեկ տարածքում։ Դրա տնտեսական շահը մասնագետների խոսքով կարող են ստանալ անհատները։ Նրանք հիմնականում դեմ չեն ակադեմիական քաղաքի կառուցմանը, բայց ասում են դա պետք է չհանգեցնի բուհերի կենտրոնացմանը։ Տնտեսական շահը կարող է ունենալ մի քանի օլիգարխ, որոնք կսեփականաշնորեն բուհերի շենքերը քաղաքում։ Դա եթե տնտեսական շահերի մասին է խոսում, կամ ինչ-որ ներդրողներ, որոնք են տեղից ինչ-որ ակնկալում են, բայց կրթական շահը ես չեմ հասկանում ինչու կլինի։ Եթե այդքան գումարներ են ներգրավում, այդ գումարների փոքր չափով կարելի է կարգի բերել այն բուհերը, որոնք կան։ Ըստ պաշտոնական տվյալների, ելնելով յուրաքանչյուր մարզի կարիքներից, մարզային բուհերից որոշները եւս հնարավոր է տեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Եվ մասնավոր եւ միջպետական համալսարանները, որոնք ակադեմիական քաղաքից դուրս կլինեն, կշարունակեն գործել, սակայն վերջիններս պետք է համապատասխանեն բարձրագույն կրթության նոր չափանիշներին, որոնք նախատեսվում են ապագայում ստեղծել։ Արդյոք այն կդառնա գիտակրթական իրական առաջընթացի հարթակ, մասնագետներին առավելապես անհանգստացնում է, կկարողանա այս նախաձեռնությունը փոխել Հայաստանի կրթական ապագան։ Մայրաքաղաքում նորից են կրակոցներ հնչել մարտի 6-ին։ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում է դեպքը տեղի ունեցել։ Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Ահա այս վայրում է կրակոցները հնչել։ Քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ, պարզվել է նաև, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքից ժամեր անց ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց ու հրապարակեց, թե ինչպես են վնասազերծում հանցագործությունը կատարողին։ Նա ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում աշտարակ Եղվարդ ճանապարհին բախվել են Opel Astra-ն եւ Bernattar Ford Transit-ը։ 1 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է նախ աշտարակ բժշկական կենտրոն, հետո Արմենիա բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Տեղում արդեն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի, Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Վանաձորի Դեմիրճյան փողոցում բախվել են Opel Zafira-ն եւ Opel Vectra-ն 9 հոգի տարբերաստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց մեքենաներով։ Նրանց առաջին օգնության են հասել նաեւ օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության եւ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Մարտի 2-ին Մայրաքաղաքում Նուբարաշեն թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ բախվել են Հոնգչին եւ Վազ 2106-ը։ 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Տեղում աշխատել են նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետ Կարեն Հովանեսյանի գլխավորությամբ։ Եվ Կոտայքի մարզում Բալահովիտ Նաբովյան քաղաքին կապող հատվածում երթևեկությունը քաոսի է վերածվել։ Մեկ ամիս առաջ Շամշյանքովն ու այսօր լրատվականը բարձրաձայնել էին հսկա փոսերի մասին։ Դրանից կար ժամանակ անց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ մի քանի օրերի ընթացքում ճանապարհը հիմնովին ասֆալտելու են, սակայն մեկ ամիս է անցել, վիճակն ավելի է վատ թարացել ձնհալից հետո։ Օպերատիվ քայլեր են անհրաժեշտ։ Սա շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ սրա պատասխանատուն Կոտայքի մարզպետարանը եւ Աբովյանի քաղաքապետարանն են։ Ոչ, պատասխանատուն տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն է, որ իրենք պիտի անեն։